Hello, happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday. Happy birthday to you. Մեզ ասում են, որ մենք Սկյուռիկներն ենք, քանի որ մեր կազմակերպության անունը հենց Սկյուռիկ իվենթ է, եւ արդեն այդպես է 10 տարի մեր գործունեությունը մենք սկսել ենք ծավալել դեռ Արցախում, երբ նոր ամուսնացանք։ Մեր բիզնեսը մեր սիրո պտուղներից առաջինն է, հետո նոր արդեն մեր բալիկները։ Արցախում կար այդպիսի ծրագիր, երբ ԶԱԳՍ-ի արարողությունից հետո գումար էր տալիս պետությունը, եւ մենք որոշեցինք միանգամից գնել մեր առաջին մուլտերոսները եւ Մաշան եւ Արջուկը դարձան մեր գործի սկիզբը, ու մենք սկսեցինք ուրախացնել երեխաներին, սկզբում չունես տեխնիկա, ուղղակի գնում ես ուրախացնում ես, հետո արդեն կամաց տեխնիկայով հագեցած, չունես մեքենա, ավտոբուսներով, այո, վազելով, աշխատանքից հետո արդեն հասնում էի Անի մոտ, թե ավտոբուսով, թե ավտոստոպով, տարբերություն չկար, այնքան որ րոպե առաջ հասնեի Անիին մոտ ու փրկեի իրավիճակը իմ ներկայությամբ։ Ահա որ դժվար էր սկզբից մեր գործունեությունը մուլտերոսների ոլորտում, բայց հետո փառք Աստծո արդեն ծավալեցինք, զարգացրեցինք։ Պատերազմից հետո տեղափոխվեցինք Հայաստանի Հանրապետություն, արդեն նորից նույն ճանապարհը փորձում ենք սկսել, քանի որ բլոկադայից հետո ենք եկել, մենք նույնիսկ նորից սովորում ենք գումար ծախսել, սովորում ենք խանութից գնումներ անել եւ այդ ամեն հոգեբանական ծանր վիճակին գումարվում է նաեւ բիզնեսի հիմքը, որովհետեւ չունեիր հավելյալ եկամուտ, չունեիր այլ աշխատանք եւ պետք է փորձեիր արդեն աշխատել։ Հետո այնպես ստացվեց, որ ծնվեց Էմիլը եւ մենք աշխատել ենք մինչեւ նրա ծնունդից մի քանի օր առաջ եւ ես իսկական ծաղրացու էի մեծ փորիկով։ Օրինակ ես որ կերպարը հագնում եմ, չէ, եթե կերպարի մեջ տխուր լինեմ, իմ դեմի երեխան չի ժպտա։ Անտեսանելի այդ կապը պիտի ստեղծես։ Պատերազմը ավարտվելուց հետո առաջին պատվերս, որ ես մասնակցեցի, Տեդի արջուկներն էր։ Ու ես ապարում էի այդ արջուկի մեջ, բայց լացելով։ Ես իրոք արդյունքներով այդ պատվերը անում էի ստիպված, որ ինչ որ փող լիներ, կոպեկ լիներ, ընտանիքի համար ինչ որ ուտելիք հայթայթելու։ Ու վերջնական սենց ասածը ուդարը եղավ այն, որ պատվիրատուն հավանեց այդ ակտիվությունը եւ խնդրեց նորից մի ժամ մնալ։ Ու այդ իմ համար, որ ասում ոնց որ մեկը մեջքի հետևից խփեր, որտեվ ես պատրաստ չէի, բայց ստիպված անում էի այդ գործը, ասի խնդրում եմ 10-15 րոպե համ կարմրած էի, համ արցունքոտված, համ քրտնած ահավոր, ու ես ստիպված երկրորդ անգամ մտա։ Ու այդ ժամանակ ես որ փողոցով ման էի գալիս ոտքով, դե մեքենայով ռիսկ չէի անում, որովհետև անծանոթ էի։ Այդ ժամանակ ես հիշեցի Արտուր Մեշչյանի երգերից մեկը, դատարկվել են փողոցները հարազատ մեր դեմքերից։ Ահա որ ծանր, որ հարազատ դեմք չես տեսնում ու քայլում ես չգիտես ուր, բայց քայլում ես։ Էդ էլ մեզ ուժ տվեց, որ հասկանանք, որ մենք եթե ողջ ենք բրծել, հա, թեկուզ կիսամարդ, բայց ողջ ենք, ուրեմն պետք է քայլենք, ինչքան էլ դժվար լինի։ Երբ որ արդեն պատերազմից հետո ստիպված բռնի տեղահանվեցինք Արցախից, իհարկե առաջին հարցը, առաջին թեման տուն ստեղծելն է, որովհետև Արցախում մենք ծնունդով գյումրեցի ենք ընտանիքով, իմ ծնողները գյումրեցի են, եւ ես ինքս ապրելով Արցախում տեսել եմ այդ ստեղծելու ջիղը, երբ նույնիսկ պատերազմի արանքում մենք հողամաս ենք մշակում, երբ սովեր մենք հողամաս ենք մշակում, մենք տուն ենք ստեղծում, երբեք չէինք պատկերացնի, որ կարող է մի օր մենք թողնենք այդ ամեն ինչը, ու այդ ջիղը մենք հենց այնտեղ ենք տեսել, ու առաջին նպատակը տուն ունենալն էր, եւ այստեղ անակնկալներ կար մեր ընտանիքի, կոնկրետ իմ փոքրիկ ընտանիքի համար, որ մենք իրավունք չունենք օգտվելու 23 թվականի տեղահանվածների սերտիֆիկատից եւ գնենք մեր բնակարանը, որովհետեւ 20 թվականի տեղահանումից հետո օրինական ինչ-որ խնդիրներ են եղել, սխալ ինֆորմացիա էր փոխանցվել եւ մեզ հատկացվել էր 20 թվի տեղահանվածների սերտիֆիկատ։ Կարճ ասած 4 ընտանիքին միացրել են մեկ հավաստագրի մեջ, որի արժեքը 10 միլիոն դրամ էր։ Իրանք հարմարվել են, որ մաման պապան գիշերը 12-ից հետո են տուն գալիս մեկ-մեկ,
բայց չեն գնացել քեֆ անելու այլ աշխատանքի, որովհետև 12-ի շնորհավորանքների ենք լինում։ Հավաքությունն ունեմ, որ ինքնուրույն Էմիլը կգնա բանակ կգա, ինքնուրույն արդեն կգանք տենանք թորներ ունենք։ Մենք էլ պատերում կլինենք այդ ժամանակ։ Մենք աշխարհագրություն չենք ճանաչում։ Գնում ենք այնտեղ, որտեղ մեզ սիրում են, որտեղ մեզ սպասում են եւ պատրաստ ենք ամենավորակյալ ծառայությունը ծրագիրը մտածել, որ մաքսիմալ բոլորը վայելեն։ Խաղաբար հա, բայց էջինը նամակա, ստեղ մի հատ էսի աշոտը հաշտում։ Քանիսին է։ Քանիսն է մի ժամից։ Օպա, ապա 4-ին ես։ Հատ DJ-ը պետք է։ Խոյնձել է DJ պետք։ Աստեղ ընձի հետ։ Չէ, կյակ, մի հատ։ Մի հանարևս։ Իզն է թուվայնն է։ Դե հալա որոշած, չկեսա մի պեն կանի։ Սենց սիրուն խաղեր ունենք փեդերից ու շատ տարբերվող իմ ձեռքով եմ սաղ սարքել Փառք Աստծո իմ ձեռքով գալիս է սենց բաներ անգամ մեքենան եմ իմ ձեռքով սարքում Մենք պատրաստ ենք այսօրվա պատվերներին